Հա, ես էլ պատկերացրեք, որ ես երևի 20 տարեկանից դառել եմ իմ ծնողների ծնողը։ Աշխատել եմ, օգնել եմ ամեն ինչով։ Եվ միջև կյանքից, միջև իրանց ես եմ պահել ամեն հարցով։ Ձեր տեսակն է Տիկին Վալյա, բոլորին պահել, բոլորին հասնել։ Ստեղ Երևանում ապրում էի, բայց ամիսի 2 անգամ գնացել եմ Կիրովական։ Մերոնց ոչ մի բան պակաս չեմ թողել։ Ամեն ինչով, ամուսինս էլ աջակցում էր, երբեք դեմ չի եղել դրան։ Ես էլ աշխատել եմ, այդպես չի որ չեմ վաստակել էլի։ Դե միայն միջոցները չեն, նաև ժամանակն է, նաև հոգատարություն, ուշադրությունը։ Եվ այդպես չգիտեմ որտեղ վերջացնեմ։ Խառը պատմեք, ոչինչ պատմեք, կարևորը բան-բաց մի ինքը ավարտեց եկավ, նշանակեցին Երևան, շատ մեծ պաշտոն է, մի անգամից գիդրոպրիվտ գործարան կար, այդ գործարանի տնօրեն նշանակեցին։ Մի տարի հետո տեղափոխեցին ավտոբուսային պարկ։ Առաջի ավտոբուս։ Մինչև մասնագիտական այս թեմային, ես ուզում ոնց որ անձնային հարաբերությունների մասին էլի ձեզ ասեք, շատ երիտասարդ էիք, առաջին սերն էր, տարիների դժվարությունները, ոնց որ միանգամից գնաց, ոնց եք դիմացել էլի փոքր քաղաքում։ Շատ դժվար։ Սկզբից շատ դժվար, բայց հետո Ինչն էր դժվար։ Դժվար, որ նախ ես չէի ուզում, որ ինքը գնա, բայց բանակի հարց առաջացավ։ Ինքը սովորում էր արդեն կարող էր Հայաստանում մնար սովորել, գերազանց ավարտած մարդ էր ինքը։ Իրանց մասին ընտանիքին թերթում հոդվածներ էին գրվում մաթեմատիկոս Օհանյանների ընտանիքը եւ այլն։ Շատ գերազանց 4 եղբայր էին, 4-ն էլ այդպես։ Դժվարություններ էին, որ հետո եկան ինձ տարան իրանց տուն, մայրը հիմնական տանղեկը իր ձեռն էր, շատ փոքր աղջիկ միանգամից հարց դարձավ առանց ամուսնու։ Չէ, արդեն աղջիկս կար։ Արմինեն գար, որ մեր երեխեն թող մեր տանը մեծանա։ Ոբշեմ տարան արդեն 4 տարի մնացի, 4 տարի իրանց տանը մնացի, առանց ամուսին, դաժան խիստ պայմաններում տենց հեշտ չէր էլի, այդ կինը սպիտակում դաստիարակված բան, իր այն օպատնիկ։ Ձիգ։ Ուժեղ բնավորության տեսքիներ ու ճնշեց ձեզ Տիկին Վալյա։ Օրենքներն էր թելադրում ամեն ինչ։ Բայց ձեզ կարողացավ ճնշել։ Ես համակերպեցի։ Ամուսինս ինձ Արսենը ասեց, որ մենք միասին պետք է լինենք, բայց ես իմ ծնողներից չեմ կարող։ Ես խնդրում եմ, ինչքան հնարավոր է առանց կոնֆլիկտի։ Գնալուց առաջ շատ խորհրդակցեցինք, ինքը ասեց դու որոշի, բայց անպայման որ գնաս վերադարձ չպետք է լինի, տնից դուրս չպետք է գաս մեր հետ գնաս ու կոնֆլիկտ էլ չպետք է լինի։ Եվ այդպես ես համերար ձևով այդ տարիները անցկացրեցի։ Ամեն ինչ աշխատում էի, աշխատավարձս իրանց էի տալիս, ամուսնուս մի մաս ուղարկում ենք, մնացածը իրանց կոպեկ։ Տենց ոչ մի պահանջ չունեի, ոչ մի բան, խելոք հանգիստ անցկացրինք։ Լրիվ համերար ձևով, հետո որ Երևանը ինքը ընդեղից տեղափոխվեց Երևան, աշխատանքի ինձ եկավ մեզ բերեց, արդեն բնակարանը ստացանք, 2 սենյականոց մի անգամից ու արդեն լավ էր պայմանները, ամեն ինչը գերազանց էր, անգամ եթե մենք մի պատարակա ունենք, մի ափսե, դա մեր ցավ չէր պատճառում, ոչ մի բան, մենք արդեն միասին էինք, եւ այդպես իմ կյանքս, բայց ցավալիորեն շատ կարճ տևեց այդ ամեն ինչը 44 տարեկանում ինքը մահացավ ինֆարկտից եւ ես մնացի Երևանում երկնքից իջավար բոլոր խնդիրներով, բոլոր դժվարություններով երկու աղջիկներս էլ համասարանի ուսանող էին ճիշտ այն ժամանակ ուսանողական վարկ չկար բայց բոլոր դեպքերում աղջիկ պահելը այդքան էլ հեշտ չէր Դրա համար ես անցա աշխատանքի 2-3 տեղ ու արդեն կենտրոնացա միայն ընտանիքի պահպանման ամեն ինչի երեխեքի բարեհաճող ամուսնության ընդհանուր իմ հոգեբանության մեջ բարերարությունը բարեգործությունը ես տարով եմ ուրախանում որ մարդկանց մի բան անում եմ շատ դա ինձ ուրախացնում է որ տեսնում եմ Մարդը շփտած ուրախացավ երբեք ոչ մեկից սпасելիք չեմ դա չեմ սիրում բայց իմ տալը շատ ինձ ուրախացնում է ու միշտ ուզեցել եմ ունենամ որ տամ աշխատեմ եւ արել եմ ամեն ինչ 3-4 տեղ աշխատելով բավականին գումար եմ վաստակել Գիտեք ինչն է հետաքրքիր որ խորհրդային տարիներին դե հայացքները ուրիշ էին դուք կին բայց ձեր ամուսնուս ասում է դուք եք օգնել ոդքի կանգնել պահել մի տեսակ այո
Դա է զարմանալի։ Բայց մեր այդ երջանիկ կյանքը կարճ տևեց 20 տարի ապրեցինք միասին ամենայն դեպս Աստված այդպես էր կամեցել Ձեր ասացիք որ միակ առաջին ու վերջին ու միակ սերն է թորնիկ ունե Զարան ծնվել էր այն ժամանակ 6 ամսական էր որ ինքը մահացավ այդ գոնե այդ բերկրանքը տեսավ էլի երեխայի շատ էր սիրում շատ Համատեղ երջանիկ կյանքի համար ինչ է հարկավոր Համատեղ երջանիկ Առաջ երթին համերաշխություն, սեր, վստահություն եւ բացի դրանից քո երազած, քո սիրած տղամարդու հետ ամուսնանաս, էլի պատահական չգիտեմ, այդպեսի մոտ չի ստացվի։ Հաշվարկով թե դպրոցից սիրով։ առաջի դասարանից միասին սովորել ենք։ Չէ, հաշվարկը չեմ ընդունում սիրով առաջի երթին։ Ես օրինակ շատ էի սիրում իրան, շատ։ Հիմա էլ եք սիրում։ Միակ տղամարդը, այո։ Կարոտել եք։ Կարոտով։ Հոյակապ տղամարդ էր։ Դե ասացիք Վանաձորի ամենալավ տղամարդն էր։ Իր հետ որ գնում էինք քեֆերի բանի դենք շատ ուտող խմող մարդեր բան շատ անգամ ենք ենած խմելու ժամանակ բարձրացրել ճիշտ է մեկ վիրավորվում էի այ վալա ջան էս ոնց է արել որ սենց այսքան լավ տղին դու կարողացել ես այդ ոնց է հաջողացրել որ այսքան լավ տղա ես ճարել ամուսնացել էլի ոնց է քեզ ստացվել ոնց է հաջողացրել Դուք ասացիք որ ինքն է ձեզ ընտրել բայց ես այնուամենայնիվ կարծում եմ որ դուք եք ընտրել Նաև ես իհարկե Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ ինչը կփոխեիք ձեր կյանքում Ես նախ ուզում եմ մի հատ երեխա ունենալ, տղա ունենալ։ Չստացվեց, այդ եմ ափսոսում։ Չգիտեմ, ուղղակի ինքը պիտի իրան հետևել էլի մի քիչ ուտել խմելու սեր ուներ, այդ իր առողջությունը։ Հետո այն ժամանակ 80-ական թվերին բժշկությունը այնքան հետ էր։ Անկամ ես հիմա մտածում եմ էլի, ասում եմ, խոլեստերինի անալիզել չենք տալիս, ինքը չաղեր ստարովի 120 կիլո քաշ ուներ։ Ոնց չենք մտածում, որ անալիզներով, իրան սրտին օգնելով Հենց առաջին ինֆարկտից մահացավ, ինչի պիտի տենց լներ։ Հիմա այդքան ինֆարկտ են տանում, 100 ձևի բաներ են անում, մարդիկ 10-15 տարով ապրում են, էլի, հա։ Շատ բժշկությունը հետամնացել են ժամանակ։ Չկարողացանք օգնել։ Տիկին Վալյա, դուք ձեզ ուժեղ կին համարում եք, դուք կարողացել եք նաև առողջական խնդիր հաղթահարել։ Հա, ունեցել եմ պրոբլեմ, հանգիստ գնացել եմ, վիրահատվել եմ, մի քանի օրգան հրացրել են, հիմա նորմալ է ամեն ինչ։ Խիզախ կին եք։ Չեմ էլ մտածել այդքան չեմ անում, այդքան էլ բան չեմ անում, ես այդքան հիվանդոտ չեմ։ Պարտականություններ, նպատակներն են ապրեցնում։ Այ պարտականությունները ինձ սպառում են։ Միջև հիմա էլ այդպես է, եթե գործ չունենամ անելու, այսօր վեր կնամ, հանձնարարություն չունեմ, բանկերի հետ կապված ոչ մի հարց չունեմ, չգիտեմ, հիմնարկի գործերով բանով ոչ մի բան, երեխեքը չեն զանգել, ոչինչ չեն պահանջել ինձանից, մոլորում եմ, բա ինչ անեմ, ես ինչ անեմ, աստոր եմ անցկացնելու այսօր։ Արդյունավետ լինի օրը։ Հա։ Այդպես սովորություն էլ չունեմ հարևանների հետ, ժամանակ էլ չեմ ունեցել, որ բան, ավելի շատ, եթե ժամանակ ունեմ գիրք կկարդամ։ Հիմա էլ այս վերջերս, որ քաղաքական թեմաներով շատ հոգնել էի արդեն, տեսնում էի, որ ներվերս էլ իմ առողջության վրա է ազդում, էլի արդեն որոշեցի գիրք կարդամ։ Ռաֆու 12 հատորը 2 ամսում կարդացի, պատկերացրեք։ Նորից վեր հիշեցի ամբողջ դպրոցում էի կարդացել։ Մեծ գրադարան ունեմ, հիմա ամբողջ գրադարանը երկրորդ անգամ կարդում եմ։ Սովորաբար ոչ թե միայն գրքերը, այլ հետաքրքրվում եմ ամեն ինչով։ Աշխարհի վիճակով, մեր երկրի ճակատագրով շատ մտահոգված եմ ու ամեն հարց իմ հոգուս խորքով անցնում ամեն ինչ